Ես միշտ ասել եմ, կինը հիմնականում հանդուրժում է դավաճանությունը մենակ այն պարագայում եւ այստեղ կա ինչ-որ մի շահ։ Այս շահը կլինի ֆինանսական կամ այլ տեսակի, կամ միգուցե ինքը իր հերթին ունենա նաեւ այլ պարտներ։ Երևի թե շահը կլինի դա։ Մնացած ցանկացած պարագայում դավաճանությունը շատ ցավեցնող երևույթ է եւ կնոջ համար եւ տղամարդու համար։ Ինքնագնահատական այդ ամեն ինչում ունի անմիջական դեր։ Օրինակ, թերևս բերեմ իմ պրակտիկայից դեպքեր, որոնք հիմնականում որոշակի հիվանդությունների հետ են կապված։ Այն թեման, որից ոչ շատ եմ սիրում խոսել, հիմնականում վագինիզմի դրսևորումների, երբ որ զույգը ապրում է մոտավորապես 4-5 տարի միասին, եւ կինը հասկանում է, որ ինքը չի կարող ունենալ սեռական հարաբերություն, եւ բնականաբար ունենում է շատ ցածր ինքնագնահատական, որ ինքը անկարող է, չի կարող ինչ-որ մի բան ձեռնարկել, չի բավարարում իր ամուսնուն, ամուսինը միշտ ունի որոշակի կարիքներ, որոնք անբավարարված են մնում, կինը այդ ինքնագնահատականի ցածր վիճակից ելնելով երբեմն ինքն է դրթում ամուսնուն, որ գնա, բավարարի քո կարիքները, դու մեղք ես, ունես սեռական բարձր ցանկություն եւ այլն։ Կան բավականին շատ։ Եվ երբեմն նաեւ նրանք ասում են, թող ինչ ուզում անի, մենակ թե հետ այդ թեման չբացի, չքննարկի, որովհետեւ մենք համակերպվել ենք, որ մենք չենք կարող ունենալ սեռական հարաբերություն։ Այդ կանանց ես միշտ առաջին օրը ասում եմ, մենք ընդհանրապես կսպասենք 1 ամիս, դուք կբուժվեք եւ կտեսնեք, թե ինչ եք բերում ձեր ամուսնու գլխին։